Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է օգոստոսի 3-ի համար։ Ովքեր որ սիրում են կոդերը, հաջողության օգտագործում են այն, ապա արդեն ալիքում է, կարող եք նայել, կարող եք օգտագործել, կարող եք գրել արդեն որևիցե տեղում, այդքան ասել եմ, թե ինչպես կարող եք այն օգտագործել, այնպես որ կարող եք օգտագործել այնպես, ինչպես որ ձեզ է հարմար։ Իսկ մենք տեսնենք, թե ինչ է սպասվելու մեզ օգոստոսի 3-ին։ Ահա, գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին օգոստոսի 3-ին։ Հարգելի խոյեր, այդ օրը յուրաքանչյուր քայլ անելուց առաջ լավ մտածեք, երկար մտածեք, նոր հետո արեք այդ քայլը, մի շտապեք։ Երեխաների հետ կապված որևիցե իրադարձություններ ունեք, դա կարող է լինել հղիություն, ծննդաբերություն, թոռները կարող են գալ, երեխաները կարող են գալ, նաև ոչ միայն ձեր, կամ ձեր եղբոր երեխաները եւ այլն։ Նաև այդ օրը հաղթանակած դուրս կգաք որևիցե հարցում եւ ինչ որ մի հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, այստեղ ուշադիր եղեք։ Այսքանը ձեզ համար ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին օգոստոսի 3-ին։
Հարգելի ցուրեր, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք ունեն նաև պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, սեղանի շուրջ կնստեք իրենց հետ, գուցե նաև ձեր սիրելիի հետ է սա ցույց տալիս եղանի, դա ամեն մեկը իր սիրելիի հետ, երկրորդ կեսի հետ կամ նոր ծանոթի հետ, ում սիրահարված է, մյուսները իրենց հարազատ մարդկանց հետ։ Այդ օրը նաև պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, պետք է անեք, զբաղվեք դրանով։ Նաև գաղտնիք կբացահայտվի այդ օրը, գործերը կանեք, կավարտեք, կվերջացնեք, հույսով լցված եք, հույսով սպասում եք։ Եվ հեռախոսազանգ եւ ինչ-որ հաղթանակած դուրս կգաք ինչ-որ մի բան, ինչ-որ զանգահարել եւ ասել դու ես անելու, քեզ ենք ընտրել, կամ նման որևիցե պահեր կարող լինել։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին օգոստոսի 3-ին։ Հարգելի եկվորյակներ, այդ օրը նամակագրական կապի մեջ կլինեք ոչ մարդկանց հետ, նավարային նամակ եք փոխանցում, տալիս, վերցնում, փաստաթուղթ եք ստորագրում, փաստաթուղթ եք վերցնում, նաև փաթեթ կարող եք ստանալ, եթե ինչ-որ բան եք պատվիրել, ապա հնարավոր է ստանաք այն, ձեր ցանկությունները կիրականանան, սեղանի շուրջ եք նստելու, միգուցե նշում եք այն, ինչ որ կատարվել է, եւ ինչ-որ մեկից կամ հեռացում է սա, կամ բաժանում է, միգուցե ժամանակավոր բաժանում է, հրաժեշտ եք տալիս այնտեղ սեղանի շուրջ նստած իրար եք հրաժեշտ տալիս, նաեւ դա չի բացառվում։ Այսքանը ձեզ համար կամ այստեղ ապրանքն եք տալիս, եթե գործունեություն եք ծավալում, ապա կարող է ապրանքն եք տալիս, դիմացինը հավանում է, վերցնում է եւ ոնց որ իրար հրաժեշտ եք տալիս այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին օգոստոսի 3-ին։
Հարգելի խեցգետիններ, այդ օրը հրավեր կունեք, որևիցե առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք ձեր առիթին, նաև դա կարող է այստեղ գումար, ինչպես կվերցնեք, կստանաք, հա, այդպես էլ գումարը կծախսեք։ Նաև գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք եւ դիմացին անձուր համաձայնվելով ձեզ կվճարի գումարը կփոխանցի։ Բայց որևիցե հնարավորություն կարող ձեր ձեռքից բաց թողնել, դա ուշադիր եղեք, հնարավոր որ դա է ձեզ տխրեցնում, դա է ձեզ ինչ-որ չափով նաև հիասթափեցնում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք առույցներին։ Ինչ է սպասվում առույցներին օգոստոսի 3-ին։ Հարգելի առույցներ, այդ օրը գումար եք ստանալու, նաև ոնց որ ասում են, ինչպես ստանալու եք, այնպես այստեղ պետական հիմնարկությունում վճարում ունեք անելու, կարող եք տանել վճարել։ Նաև հաջողություն ունեք ամենայն դեպս այդ վճարելու հետ կապված, այնտեղ միգուցե բանկում կամ այդտեղ գումարային թեմայով եք խոսում եւ դա եւս, հա, ձեզ հաջողություն է բերում, հաջողակ գործարքն դա նաև կարող է լինել հետո ձեզ գումար վճարեն։ Չնայած գումարի մասն եք այստեղ խոսում, չնայած կարող է, հա, գումարի մասն եք խոսում, հետո ձեզ վճարում են բանկում կամ ինչ-որ մի տեղ։ Նաև սա ուսման հետ կարող է կապվածնել, բժշկության հետ կարող է կապվածնել եւ այնտեղ գումար եք վճարում։ Այդ օրը հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, նաև առիթ ունեք կամ ձեր տանը կամ պետք է գնաք, դե բնական է առիթ ունեք եւ ձեր ցանկությունները կիրականանան այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերի։ Ինչ է սպասվում կույսերին օգոստոսի 3-ին։
Հարգելի կույսեր, այդ օրը ժամ եք պայմանավորվել, կարծես թե դիմացինը ուշանում է, յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, միշտապեք ոչ մի հարցում, գուցե նաև թեկուզ այն ինչ-որ մի բան արտահայտվելու, եթե ուշացել է։ Գործնական հանդիպում ունեք եւ հետո իրար հրաժեշտ կտաք, միգուցե պատվերն եք տալիս, միգուցե ինչ-որ մի բան է, հանդիպում եք, հետո իրար հրաժեշտ տալիս։ Երեխաների հետ կապված իրադարձություններ կան, հնարավոր է ծնունդ է, կնունք է, հղիություն, ծննդաբերություն, երեխաներն են գալիս, թոռներն են գալիս, ընտանեկան կյանքն է, ընտանիքով ավելի շատ կզբաղվեք։ Նաև կարող գնում եք երեխաներին ինչ-որ բաներ գնելու, որովհետև այստեղ ինչ-որ գործեր են, որոնք կիսատ են մնացել, այդ օրը անում ավարտում եք։ Միգուցե նաև դա երեխաներին է վերաբերվում։ Եվ ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին օգոստոսի 3-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը նորություն կլսեք, նաև օրը ձեր ձեռքում է, շատ բան հենց ձեզանից է կախված, հանդիպում շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, օրվա ընթացքում կպարկեք, կհանգստանաք կամ կարիք կլինի, պարկել հանգստանալու, նաև ոմանց համար դա ինտիմ հարաբերություններ է, որովից հնարավորություն ձեր ձեռքից բաց կթողնեք, միգուցե պարկում եք հանգստանալու եւ ինչ-որ մի բան է անցնում ձեր կողքով այդ ժամանակ, ուշադիր եղեք, բայց հետո հաճ պահեր կան, միգուցե դա է, որ ինչ-որ բան է անցնում, եւ այստեղ ուրախ եք, բարձր տրամադրություն ունեք, հանդիպում ունեք նաեւ այդ օրը եւ հեռախոսազանգ հաջողություն, հաղթանակ կամ ինչ-որ մի բան են այնտեղ ձեզ ասում, որ դա ոնց որ դուք եք հաղթել, ձեր կողմից է, դուք եք ավարտում, ինչ-որ մի բան է, այստեղ ոնց որ ձեզ են ընտրել, կամ ի վերջո այստեղ կարողանում եք տվյալ անձնավորության հետ հեռախոսակապի մեջ մտնել, դա է ձեզ ուրախացնում, կամ սպասում եք այդ զանգին, շատ կարևոր զանգ է եւ զանգահարում են ձեզ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։
Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին օգոստոսի 3-ին։ Հարգելի կարիճներ, օրը երկայք է եւ ուրախություն ունեք եւ տխրություն։ Ինչ-որ մի բան է այդ օրը ձեզ ուրախացնելու, նաեւ գաղտնիք կբացահայտվի։ Կիմանաք, որ ինչ-որ մի հնարավորություն ձեզ ձեռքից բաց եք թողել, դա կարող է լինել գաղտնիքը։ Ճանապարհ եք գնում կամ օցեր եք հանդիպելու, դա կարող է լինել նաեւ պետավտոտեսուչը, չի բացառում, իրենք ոնց որ այս պահին օցի դերում են։ Նաև դա կարող է լինել այնտեղ եք հանդիպում կամ նաև տրամադրությունը գցում են կամ օցերն են գալիս, այդպես ոչ լավ մարդիկ, ում դուք չեք սիրում, իրենք գալիս են եւ ձեր տրամադրությունը գցում են, հիասթափվում եք ինչ-որ մեկից, ինչ-որ բանից, կամ ինչ-որ մեկի հետ եք գնում եւ ցույց է տալիս իր իրական դեմքը, այդպես հիասթափվում եք անմիջապես տվյալ մարդուց։ Այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել բանկ, կարող է լինել նաև հիվանդանոց, ուսման կենտրոն, ինչ-որ գործեր կանեք, սուտ կա այդ օրը նաև ուշադիր եղեք, այստեղ ինչ-որ մեկին եք սպասում նաև, կարող է սուտը դրանից է, որ չի գալիս, ուշանում է, եւ ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք այդ ամեն ինչը կարող է աշխատանքի հետ է կապված, պետական աշխատողի հետ է կարող է կապված, նաև կարող եք զրուցել այդ օրը պետական աշխատողի հետ, խոսել, հանդիպել, այստեղ պետական հիմնարկություն էլ ունեք։ Նաև ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանք կփնտրեն, աշխատանքի հետ կապված ինչ-որ հարցեր կան։ Այստեղ կարող է միգուցե մեկը ասել է, ես քեզ կօգնեմ, գնա, հա, բայց չի օգնում, գալիս օրը ասում է, չէ, չեմ կարող։ Ինչ-որ պահեր են այստեղ։ Կարող եմ։ Ու պետք է ճանապարհ գնայիք եւ այդ օցերը ձեզ աշխատանքի բերումով չեն թողում կամ այդպես։ Ոնց որ պետք է փոխարինեին ձեզ։ Դե դա ինչ-որ մեկի համար միգուցե լինի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին օգոստոսի 3-ին։
Հարգելի աղեղնավորներ, այդ օրը սեղանի շուրջ եք նստելու, նաև ոմանք ունեն թաքուն սիրավեպ, ոմանք ունեն թաքուն գործողություններ այդ օրը, ոմանք կժամադրվեն երկրորդ կեսի հետ, ոմանք պայմանավորվածություն այստեղ հարազատ մարդկանց հետ։ Նաև գումար կստանաք, ձեր ցանկությունները կիրականանան, հանկարծակի լուր կլսեք և գործերը կանեք կավարտեք, կվերջացնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին օգոստոսի 3-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը ճանապարհ եք գնալու, նաև ինչ-որ մարդիկ կաղեն ձեզ մոտ գալ, տեղեկատվություն կլսեք, նամակ, փաթեթ, նաև փաստաթուղթ կարող ստանալ, ուղարկել, դուք ինքներդ նամակագրական կապի մեջ լինեք և այստեղ կարող եք իմանալ, որ որևէ հնարավորություն ձեր ձեռքից բաց եք թողել, կարող այդ նորության տեսքով է, կարող ինչ-որ մեկը ձեզ SMS է գրում, որ այլևս դա չկա, այդպես։ Ուրախ եք, տրամադրությունը բարձր է համենայն դեպս և հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին օգոստոսի 3-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը կամ վիճում եք, կամ տուն եք մաքրելու, այստեղ տհաճ պայր կան, միգուցե դրա հետ է կապված վեճը։ Նաև այդ օրը
հրավերք ունեք որևիցե առիթի կամ դուք մարդկանց կհրավիրեք ձեր առիթին, ոմանք աշխատանքի հետ կապված այստեղ զրույց կունենան, ոմանք նաև կարող է աշխատանքի եք ընդունվում, հարցազրույցի եք գնում կամ բիզնես եք սկսում, շատ աշխատանք կա, պատվերներ կան, որոնք որ պետք է անեք եւ հաջողություն ունեք այդ օրը, հաջողություն յուրաքանչյուր գործում, նաև այստեղ աշխատանքում, նաև վեճի մեջ այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին օգոստոսի 3-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը գումար կստանաք, օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, նաև ոմանց համար ինտիմ հարաբերությունները դա եւ թաքուն գործողություններ այստեղ, թաքուն գործողություններ կամ թաքուն սիրավեպ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Նաև սեղանի շուրջ եք նստելու, կներեք, սեղանի շուրջ եք նստել։